Ինչ վերաբերվում է Հայաստան էլեկտրական ցանցեր ընկերությունը պետականացնելու Նիկոլ Փաշինյանի մտադրությանը, ես անհանգստություն ունեմ, որ հեծի կողմից պարբերաբար տարածվող զգուշացումները, տեղեկությունները հոսանքի հետ վարվելու հետ կապված Նիկոլ Փաշինյանը լավ չի ծանոթանում։ Ես ինքս հաճախ եմ հյուրընկալվում հայկական երկրորդ հեռուստաալիքի խոսքի իրավունք հաղորդաշարին, որի սկզբից հեծի ծանոթությունն է, թե ինչպես վարվել հոսանքի հետ, երեխաներին հեռու պահել հոսանքից, անձրևի ժամանակ ինչպես անը, ոնց որ թե կարիք կա, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ էլ ծանոթանա, որ հանկարծ հոսանքը իրեն չխփի, որովհետև ես անհանգստություն ունեմ, որ կարող է ինքը հոսանքի հետ մի քիչ անզգուշ վարվի եւ դա բերի մեր ժողովրդի համար երանելի արդյունքների։ Այսինքն նա հանկարծ էլեկտրաէներգիայի լրացուցիչ դոզա ստանա իր օրգանիզմում, որովհետև այն ինչ որ ինքը նախաձեռնել է առհասարակ հեղինակավոր գործիչ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ, այդ հանիրավի, այդ ապօրինի արշավը, ինչի հետևանքով մեր ժողովրդի այդ հեղինակավոր եւ միայն ու միայն հարգանքի արժանի զավակը ապօրինաբար գտնվում է անազատության մեջ եւ նաեւ ապօրինի արշավը սկսվել նրա սեփական վաստակով, սեփական միջոցներով ստեղծված եւ ձեռք բերված ընկերությունների գործունեության դեմ։ Հետևաբար այս ապօրինությունը արժանանալու է միայն պատժի եւ պատասխանատվության։ Որևէ մեկը չի կարող Հայաստանում խլել բիզնեսը այն մարդուց, ով որ ցանկանում է պաշտպանել իր երկիրը, իր պետությունը, իր ժողովրդին եւ նրա սուրբ եկեղեցուն։ Հետևաբար ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները նրանք լուրջ հակազդեցության են արժանանալու եւ նրանցով մինչեւ դատաբժշկի հետ նրա հանդիպումը միգուցե զբաղվեն էլեկտրոցանցի տեսուչները։ Բայց դու գրառում է արել, մեկնարկը տրված է, շուտով կասնենք արդեն օրենքով այդ ամեն ինչը։ Չի կարող լինել օրենք, որը նախատեսի քաղաքական իշխանության կողմից սեփական միջոցներով ձեռք բերված ընկերությունը սեփականատիրոջից խլելուն։ Մեր երկրում սեփականությունը պաշտպանված է սահմանադրությամբ եւ որևէ քաղաքական պաշտոնյա իրավունք չունի որևէ մեկի սեփականությունը խլել նրանից։ Նիկոլ Փաշինյանը արդեն այդ թեմայով մի քանի ապօրինի հայտարարություններ արել է, նա հանձնարարություններ է տվել Հայաստան էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներին, ինչի իրավունքը նա նույնպես չունի, այսինքն նա իրան ամենազորա զգում, այսինքն ցանկացած ընկերության գործերին կարա միջամտի, ցանկացած ընտանիքի կյանքի գործերի կարա միջամտի, ցանկացած կազմակերպության, այդ թվում եկեղեցու գործերին իրեն իրավունք է վերապահում միջամտել։ Ամեն տեղ իր քիթը խոթում է, ամեն ինչով ուզում է զբաղվի, բացի իր բուն պարտականություններից, այսինքն իր խնդիրը կառավարությունը ղեկավարելն է, որպեսզի իրագործվի կառավարության գործունեության ծրագիրը, կառավարության ծրագիրը չի կատարվում, ինքը ի վիճակի չի որպես վարչապետ իր պարտականությունները կատարել, գնացել է զբաղվում է մեկի մասնավոր ընկերության գործերով, եկեղեցու գործերով, այլ հարցերով, այնինչ ինքը իր գործերով պիտի զբաղվի։ Հետևաբար, եթե մի հոգի կա, որը պետքա, մի ինստիտուտ կա, որ Հայաստանում պետքա ազգայնացվի եւ պետականացվի, դա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, որը պետքա ազատվի ադրբեջանա-թուրքական այդ ռեժիմի կողմից։